Նախ ասեմ, որ 2024 թվականին պլանավորված դեֆիցիտը 4.6% էր։ Փաստացի իրականացվել է 3.7% եւ ես իմ զեկույցում նշեցի, որ ես ուրախ եմ, որ մենք դա չենք արել մեր աճը տուգանելու միջոցով։ Ինչպես գիտեք, 2025 թվականի դեֆիցիտը կազմում է 5.5%, որովհետեւ մենք որոշում կայացրեցինք ապագայի ծախսերի մի որոշ մասը անենք 2025 թվականին եւ հետզհետե նվազեցնենք մեր դեֆիցիտը։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ, մենք այդ ճանապարհով պետք է գնանք, որը նաեւ կապ ունի տոկոսադրույքների, պարտքի սպասարկման ծավալների աճի զսպման տեսանկյունից եւ միջնաժամկետ ծախսային ծրագրով մենք շատ հավակնոտ մի ծրագիր ենք ներկայացրել, որով պլանավորում ենք մինչեւ 30 թվականը դեֆիցիտը իջացնենք մինչեւ 1%-ի։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ մենք կարողանանք այս ուղղությամբ հաջողություններ ունենանք, որովհետև համաձայն եմ նաև դա պայմանավորված է նրանով, թե որքանով մենք կարողանանք գնահատել մեր իրականացվող ծախսերի արդյունավետությունը եւ այն, որոնք արդյունավետ չեն, դրանք հետզհետե հանել մեր ծախսերից։ Եվ դրա համար նշեցի նաև, որ ուրախ եմ, որ մենք արդեն ունենք այսպիսի մի ստորաբաժանում, որը հենց իր հիմնական խնդիրը հենց այդ ծախսերի արդյունավետությամբ զբաղվելն է, ավելի որակյալ, այսպես ասենք, որակյալ վերլուծության արդյունքում հայտնաբերել այդ չաշխատող ծրագրերը, բայց ինչպես կարող եք ենթադրել, դա բավականին ծավալուն մասնագիտական աշխատանք է, որը մեկ օրում արդյունք չի տալու, մենք կարողանալու ենք, ասենք, տարվա ընթացքում 5-10 հիմնական ծրագրեր գնահատել, բայց դա էլ կարծում եմ դրական արդյունք կլինի։